չունեմ պատվից հարավեր, մեզ փորձել են բարգել և վճիռ են դայել, որ ջնջեն բոլորիս մեկ առ մեկ, բայց անցյալն է գոռում, գաղթեք այս կռվում, գաղթեք, դուք ուրիշ ճար չունեք, մորս պես իմաստուն, մորս պես անթերի, մի ծնով էլ իմ հողն է անկին, կսարկեմ ես նորտում, վիրավոր քարերից, ու նորից կդվուժի իմ հոգին, կտնկեմ այգի մեջ, ունենամ որդի մեջ, որ դանդաղ ինձ դիպում ու բանակ, մեր սրտին զարդրվանքը և ենք կժրտակ, ունենամ սիրելու ժամանակ, մորս պես իմաստուն, մորս պես անթերի, մի ծնով էլ իմ հողն է անկին, կսարկեմ ես նորտում, վիրավոր քարերից, ու նորից կդվուժի իմ հոգին, կտնկեմ այգի մեջ, ունենամ որդի մեջ, որ դառնամ ինձ դիպում ու բանակ, մեր սրտին զարդրվանքը և ենք կժրտակ, ունենամ սիրելու ժամանակ, մեր սրտին զարդրվանքը և ենք կժրտակ, ունենամ սիրելու ժամանակ, մեր սրտին զարդը տակ, կերքենք, կժպտանք, ունենանք բոլորդ հաստատ սիրելու ժամանակ, շատ սիրեք մեր հողը, շատ սիրեք մեր երկիրը, շատ սիրեք ձեր ծնողներին և ձեր Աստծուն, Հայր մեր, որ երկինս ես, սուրբ եղիցի անուն քո, եկես Տեր արքայություն քո, եղիցին կամ քո, որպես երկինս և երկրի, ըսած մեր հանապազոր, տուր մեզ այսօր, Եվ թող մեզ պարտիս մեր, որպես և մենք թողունք մերոց պարտաբանած, և մի տանիս մեզի փորձություն, այլ կրկյազ մեզի չարել, զիքոյ արքայություն և զորություն և փառք հավիտյանս ամեն, Մարդը ով որ զենքը վերցրել է ու գնացել է կռվել, դուք այդ կադրերը բոլորը տեսած կլինեք, տեսել եք, որ զինվորական հագուստի մեջքի հետևը սպիտակ խաչ է ունկա, ինչ են այդ սպիտակ խաչը, մի քանի պատճառով, նախ, որովհետև դա առաջնային ու կարևոր միջոցն է տարբերակել յուրայիններին մյուսներից, որովհետև սովետական ռազմական հագուստը, թե թշնամու մոտ էր նույնը, թե մեր կամավորական ջոկատների մոտ էր նույնը։ Երկրորդը, խորը հավատքը, որ այդ խաչը պաշտպանի չէ լինելու։ Երրորդը, թշնամուն ցույց տալը, որ նաև այս խաչը մեր թիկունքինը մենք մահանալուց, իսկ ին դիտարկմամբ անմահանալուց մենք չենք վախենում, որովհետև դա ման իմացյալ է։ Բոլոր այն եկեղեցիները, որոնք այդ ընթացքում ազատագրվել են, դուք տեսել եք Շուշիի կադրերը, դուք տեսել եք Շուշիում ազատագրված Ղազանչեցոց եկեղեցու միջի առաջի պատարագի ժամանակ քաղաքը ազատագրողների էմոցիաները դրսում յարխուշտա, ներսում ծնկաչոք աղոթքի ժամանակ հուզվում ու լաց։ Ինչի, որովհետև դու այդ պահին նույնանում ես քո հոգևոր պատմական, գենետիկ ու զգայական հիշողության հետ։ Քո մեջ արթնանում է այն ամեն ինչը, ինչը 1700 տարի քո ժողովրդի միակ համակարգը, որը կա, 1700, մենք այն համակարգ չենք ունեցել, մենք կայսրություն ենք կորցրել, ծովիցով Հայաստան ենք կորցրել, թագավորություններ, այդ ընթացքում միակ կառույցը, որը 1700 տարվա համակարգ ունի, դա մեր հայ նախագիլական եկեղեցին, որը դարեր շարունակ մեզ անընդհատ փոխանցում է հոգևոր, զգայական, պատմական ու գենետիկ հիշողություն։ Եկեղեցի, որը ամենավատագույն ժամանակներում կարողացել է ստեղծել գիր։ Եկեղեցի, որը կարողացել է պահպանել քո պատմությունը։ Եկեղեցի, որը Կոմիտաս վարդապետի միջոցով սերնդեսերունդ կարողանում է փոխանցել այն երաշտական կոդերը, որը
ես օրինակ հիմա ձեզ մի հատ օրինակ կբերեմ, էլի ավակ սերունդը այդ երաժշտությունը լավ գիտի, դուք կարող եք այդքան ծանոթ չեք, բայց դուք հիմա ինքներ պատարակների մասնակցում եք, վստահաբար երգում եք այդ երգը շարական, հա։ Ինչպես են մեր մեծերը եկեղեցու կողմից պահպանված ելևէջների միջոցով փոխանցում տարիներ շարունակ մեզ կոդեր, որպեսզի մենք երբևիցե չմոռանանք այդ ամեն ինչը։ Եկեղեցի ամենապարտաճանաչ այցելողը չի, պատարակների ամենապարտաճանաչ այցելողը չի, բայց եթե մի օր ինքը մտնի պատարակի, ինքը ասոցիատիվ հասկանալ է, որ այս մի բանը ինչ որ մի այլ տեղ լսել է ու դրա տպավորությունները իր մոտ ընդմիշտ այլևս մնալու է։ Մենք մեր երաշտական նույն գործունեության մեջ ինչի մեր դիտարկումը օրինակ հայատի պարագայում կամ հայության պարագայում ինչ է։ Եթե դուք օրինակ հայատի երգերին ծանոթ եք, բոլոր լիրիկական երգերի մեջ անպայման մեր հավատքի վերաբերյալ, մեր հոգու վերաբերյալ ու Աստծուն ինչ որ խնդրանքով դիմելու վերաբերյալ տողեր կա։ Դրանք պատահական չէ, որովհետև մենք անընդհատ ուզում ենք մեր երաժշտությունով ու մեր բանաստեղծական գիծը մարդկանց անընդհատ շեշտել, ասել, Աստծո չբացակայող ու անընդհատ ներկայությունը մեր կյանքում 24 ժամ շարունակ ու ընդմիշտ ու հավիտենական։ Ցանկացած բան, ցանկացած հարցի պատասխան, որը մենք մեր մեջ փորձում ենք գտնել, առաջի տեղը, որտեղ այդ պատասխանը պետք է փնտրենք, դա մեր հավատքն է։ Ինչ է ի վերջո խիղճը։ Չէ, մենք ասում ենք խիղճը ստանջում է կամ խիղճը ցավում է։ Խիղճը օրգան չէ, չէ, բան, պոչկի պես բան չի, որ տենչում եք խփում եք խղճի, խիղճը ցավում է, չէ։ Բայց իմ համոզմամբ խիղճը այն բանն է, ինչի միջոցով գուցե Աստված մեր քայլերի զսպաշապիկ է հագցնում։ Անջում են պատվից հարավեն, մեզ փորձել են բարգել, և վճիր են դագել, որ ջնջեն բոլորիս մեկ առ մեկ, բայց անցյալն է գոռում, գաղթեք այս կրկում, գաղթեք, դուք ուրիշ ճար չունեք, հորս պես իմաստուն, հորս պես անթերի, մի ծնող էլ իմ հողն է անքին, կսարկեմ ես նորտում, վիրավոր քարերից, ու նորից կգուշվի իմ հոգին, կտնկեմ այդի մեջ, ունենամ որդիներ, որ դանդաղ ինձ դիպում ու բանակ, մեր սրտին զարկրտան կերգենք կժրտան, ունենամ սիրելու ժամանակ, հորս պես իմաստուն, հորս պես անտերի, իզնոր էլ իմ հողն է անգին, կսարկեմ ես նորտում, վիրավոր քարերից, ու նորից կգուշվի իմ հոգին, կտնկեմ այդի մեջ, ունենամ որդիներ, որ դանդաղ ինձ դիպում ու բանակ, մեր սրտին զարկրտան կերգենք կժրտան, ունենամ սիրելու ժամանակ, մեր սրտին զարկրտան կերգենք կժրտան, ունենամ սիրելու ժամանակ, մեր սրտին զարկրտանք, կերգենք կժրտանք, ունենանք բոլորդ հաստատ սիրելու ժամանակ, շատ սիրեք մեր հողը, շատ սիրեք մեր երկիրը, շատ սիրեք ձեր ծնողներին և ձեր Աստծուն։